Արևելագիտությունը դա կոմպլեքս գիտություն է, որի մեջ ներառում է ոչ միայն պատմությունը, ազգագրությունը, կրոնների պատմությունը, լեզուները եւ այլն, այլև մի ամբողջ կոմպլեքս այլ ուղղություններ։ Հետևաբար արևելագետ գիտնական, արևելագետ լեզվաբան, ասենք արևելագետ պատմաբան եւ այլն առանձին ոնց որ ասում են գոյություն չունի։ Արևելագետ իր մեջ իսկական արևելագետի նկատիունով ամփոփում է այդ ամբողջը։ Հետևաբար պատահական չէ, որ մեր արևելագետների մեջ նրանք, որոնք ինչ-որ հաջողություն են հասել իրենց ուղղության մեջ, բավական անձինք կան, որոնք աշխատել են եւ աշխատում են եւ դիվանագիտության մեջ, եւ աշխատում են տնտեսության մեջ, եւ բիզնեսում են աշխատում, եւ հասարակական կյանքում են ակտիվ, եւ քաղաքականության մեջ բավական պաշտոններ են զբաղեցնում եւ այլն։ Այսինքն արևելագիտությունը այդ կոմպլեքս ամբողջականություն ունի մեջ։ Մեր ինստիտուտում, այսինքն Ռուս-հայկական համալսարանի արևելագիտության ինստիտուտում մենք ունենք մի քանի ուղղություն։ Այն ուղղություններ, որոնք մեզ համար ունեն կարևոր ստրատեգիական նշանակություն։ Դրանք են իրանագիտությունը, իրանագիտություն, որ ասում եմ, մենակ Իրանը չի, պարսկերենի իմացությունը չի, իրանագիտություն, որ ասում եմ, դա ընդգրկում է եւ Աֆղանստանը, եւ Տաջիկստանը, եւ Պակիստանը որոշ չափով, որովհետեւ այն երկրները, որտեղ իրանախոս բնակչություն է ապրում, անգամ Հյուսիսային Կովկասը, Օսեթիան, որը նույնպես իրանախոս բնակչություն ունի։ Իրանախոս, որ ասում եմ, չի նշանակում պարսկախոս, որովհետև իրանական լեզուները շատ են։ Այդ ամբողջ կոմպլեքսը մենք այստեղ մատուցում ենք մեր աշակերտներին, մեր ուսանողներին։ Եվ ունենք բավական բարձր մակարդակի դասախոսներ, միջազգային մակարդակի գիտնականներ, որոնք անգամ արտասահմանցիներ ունենք, եւ Գերմանիայից ունենք, եւ Իրանից ունենք։ Արևելքը նաեւ աշխարհայացք է, գիտեք, արևելքը խոր փիլիսոփայություն է, քաղաքակրթություն է։ Արևելքի հասկացություն ընկալումը մարդկանց տալիս է, ինչպես ասում են, vision, տեսլական է տալիս տարբեր խնդիրների մեջ, որը видение ռուսերեն, որոնք մարդիկ ձեռք են բերում։ Այսինքն արևելագետ վերլուծաբանը ինչ որ բանի շատ ավելի խոր է վերլուծում, քան եթե մարդը մենակ զբաղվել է վերլուծաբանությամբ, օրինակ համար։ Որտեղ նա ամբողջ խնդիրներին տարբեր կետերից է նայում։ Լեզվի իմացությունը պետք է նշեմ։ Արևելագիտության ընդամենը 15-20%-ն է կազմում։ Լեզուների իմացություն հարաժեշտ են, բայց դա միակը չէ։ Այստեղ մենք տալիս ենք դիմորդներին շատ լայն սպեկտրի գիտական իմացություն կամ գիտելիքներ։ Մեր ինստիտուտը հիմնված է մեր դպրոցի վրա, որը արևելագիտական հանրահայտ դպրոցի վրա, որը ունի միջազգային լայն հեղինակություն։ Ռուսական համալսարանի արևելագիտության ինստիտուտը ամենակահավորված, այսպես կայացած արևելագիտական կենտրոնն է ամբողջ հետխորհրդային տարածքում եւ արևելային Եվրոպայում։ Ես կասեի արևելային Եվրոպայում նույնպես կան կենտրոններ, որոնք մեզ չեն հասնի։ Եվ սա ասում եմ առանց դույժ դիսկ մեծամտության կամ բանի եւ հպարտությամբ եմ դա ասում, որտեղ մենք ունենք մասնագետներ, մեր հրատարակությունները այսօր միջազգային ամենաթոփ մակարդակի վրա են։ Եվ մեր հանդեսները, եւ մեր հրատարակությունները, եւ մեր աշակերտները ինչպես են աշխատում։ Մենք ունենք այսօր երիտասարդ գիտնականներ, որոնք շատ տաղանդավոր հայտ են ներկայացրել գիտության մեջ իրենց։ Արդեն ունեն որոշակի վաստակ։ Արևելագիտություն չի նշանակում մենակ գիտությամբ զբաղվել։ Սա կարևոր է։ Շատերը թվում է թե դե մենք չենք ուզում գիտությամբ զբաղվենք, հիմա ինչի գնանք դե։ Ոչ։ Արևելագիտության ինստիտուտը մեր մոտ ավարտելով դուք կարող եք բոլոր բնագավառներում աշխատել։ Սկսած գիտությունից, վերջացրած դիվանագիտություն, ազգային անվտանգության, այսպես ասած, համապատասխան օրգաններում, անգամ բանակում կարող եք բավական ունենալ հեռանկարներ։ Բացի դրանից մեր ինստիտուտում մենք երկու դիպլոմ ենք տալիս, կարևոր է։ Մենք տալիս ենք եւ հայկական դիպլոմ, եւ տալիս ենք ռուսական նմուշի դիպլոմ, որը կարող է Ռուսաստանում հանգիստ ուրեմն ներկայանալ։ Եվ բացի դրանից ես պետք է ասեմ, անգամ Ռուսաստանում մեր հեղինակությունը անգամ բարձր է, որ որոշակի շրջաններում անգամ դիտում են հայ-ռուսական համալսարանի արևելագիտության ինստիտուտը որպես հարավային Ռուսաստանի հետ կապ անմիջապես արևելագիտական խոշոր կենտրոններից մեկը։ Սա մեծ ձեռքբերում է, ես կարծում եմ։ Արևելագիտության, այսպես ասած, անդաստանը ներմուծելու համար մարդ պետք է ունենա աշխատասեր պետք է լինի նախ եւ առաջ։ Նու բնականաբար ընդունակություն պետք է ունենա։ Ես կարծում եմ մեր երիտասարդները մեծի մասամբ ընդունակ են։ Մեր ժողովուրդը ընդունակ ժողովուրդ է։ Ես պետք է ասեմ, որ ցավոք սրտի պետք է նշեմ, մեր աղջիկները ավելի լավ են սովորում, քան տղաները, դա պետք է ասեմ։ Բայց նաև տղաների մեջ կան տաղանդավոր մարդիկ։ Տաղանդ կա մեր ժողովրդի, մեր երիտասարդության մեջ։ Պետք է աշխատասիրությամբ դա մշտապես, այսպես ասած, ամրակայել, ամրացնել։ Եվ սիրել արևելքը, սիրել այդ ուղղությունը, շատ կարդալ։ Եվ ամենակարևորը արևելագիտությունը այն ուղղություններից է, որ մարդը պետք է լինի կուլտուրայի կրող։
Սա կարևոր նախապայման է։ Նու արևելքը իր մեջ գիտեք այնքան գաղտնիքներ է պարունակում, այնքան հետաքրքիր է։ Այնպիսի կրոններ կան, այնպիսի աշխարհ կա։ Բացի դրանից մենք տարեկան որ մեր ուսանողներին ուղարկում ենք արտասահման։ Այս շատ կարևոր է։ Մենք հիմա այն հնարավորություն ունենք, որ արաբագետներին ուղարկում ենք արաբական երկրներ, իրանագետներին Իրան ենք ուղարկում եւ ուղարկում ենք Հյուսիսային Կովկաս, Օսեթիա եւ այլ իրանալեզու Տաջիկստան երկրներ, անգամ Աֆղանստան։ Հնդկագիտությունը այստեղ մատուցում է, որ ուրիշ ուղղություններ, ուրիշ տեղերում չկան, մենք ունենք նաև հնդկագիտություն։ Հնդկաստանի պատմություն, հնդկական լեզուներ, օրինակ ասենք ուրդու, հինդի, անգամ սանսկրիտ։ Ուրեմն խոսքով շատ լայն սպեկտրով առարկաներ են ներկայացվում այստեղ եւ ներկայացում են մարդիկ, որոնք իրենք եւ այդ մշակույթի կրողներ են եւ բավական հաջողություններ ունեն եւ ներդրումներ ունեն գիտական տվյալ ճյուղի մեջ։ Սա շատ կարեւոր է։ Արևելագիտությունը հնարավորություն է տալիս սիրելի դիմորդներ կյանքում կայանալ։ Շատ քիչ ուղղություններ կան, անգամ եթե դու շատ սիրում ես այդ գիտությունը կամ այդ ուղղությունը, որ քեզ այդքան հաճույք կարող է պատճառել, ինչքան արևելագիտությունն է պատճառում։ Սա շատ կարևոր բան է։